Հարգելի հետևորդներ, ABC լուրերն ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գառնի Մութաֆյանն եմ, բարի առավոտ։ 5 իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել քարոզչական պաստառը պոկելու համար ձերբակալված քաղաքացու մահվան դեպքի մասին։ Իրավապաշտպանները շեշտել են, ակնհայտ է, որ գործ ունեն ոչ թե առանձին ողբերգության, այլ իրավապահ համակարգի ծանրագույն ապօրինության հետ։ Պաստառ պոկելու արարքը չի կարող ծառայել որպես քրեական վարույթ նախաձեռնելու կամ առավել ևս անձին քրեադատավարական կարգով ձերբակալելու հիմք, ասված է հայտարարության մեջ։ Սա տարական իրավական ճշմարտություն է, որը պարտավոր էին իմանալ եւ հաշվի առնել բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք ներգրաված են եղել տվյալ գործընթացում։ Սակայն Հայաստանում ձևավորվել է մի իրականություն, որում իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական սպասարկման գործիքի, իսկ օրենքը կամայական մեկնաբանությունների առարկայի։ Երբ վարչական բնույթի արարքի համար մարդուն ենթարկում են քրեական հետապնդման մեթոդներին, դա արդեն ոչ թե իրավական գործընթաց է, այլ պետական բռնաճնշում։ Քաղաքացու կյանք արժեցած այս ծանր հանցագործությունը չի կարող ներկայացվել որպես դժբախտ պատահար կամ անձնական ողբերգություն։ Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ։ Տեղի ունեցածին անդրադարձել է Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա շեշտել է, որ չնչին վարչական իրավախախտման համար պետական ռեպրեսիվ ապարատի գործադրումը եւ արարքը կամայականորեն քրեականացնելը ոչ միայն իրավունքի կոպտագույն աղավաղում է, այլև ավտորիտար համակարգերին բնորոշ ակնհայտ քաղաքական հետապնդում։ Երբ պետությունը մարդուն զրկում է ազատությունից, այն բացարձակ պատասխանատվություն է ստանձնում նրա կյանքի համար։ Այս պարտականությունը կրկնապատկվում է, երբ անձն ունի հոգեկան առողջության խնդիրներ։ Սա մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի կոպտագույն խախտում է։ Իշխող ռեժիմին չպետք է թույլ տալ սա կոծկել։ Քարոզչական պաստառը կարելի է փոխարինել, մարդկային կյանքը՝ երբեք։ Այս գործի վերաբերյալ պետք է իրականացվի անհապաղ, անկախ միջազգային հետաքննություն եւ պետք է սահմանվի բացարձակ պատասխանատվություն։ Հիշեցնեմ, որ Արմեն Հովհաննիսյանին նախ պահել էին ձերբակալվածների պահման վայրում, այնուհետև տեղափոխել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, որտեղ էլ կյանքին վերջ է տվել։ Հայաստան խմբակցության падգամավոր Ագնես Ախամոյանն էլ ամփոփելով քարոզարշավի 10-րդ օրը շեշտել է՝ 1 զոհ, 10 ձերբակալված եւ կալանավորված կա։ Ագնես Ախամոյանը իր վրթովմունքն է հայտնել, որ Հայաստանում եվրոպական դիտորդները, որոնք եկել են ընտրությանը հետևելու, այս ամենի վրա աչք են փակում միայն նրա համար, որ Փաշինյանը սպասարկում է իրենց շահերը։ Պաստառ պոկելը վարչական իրավախախտում է։ Բայց այս վախկոտները քրեական գործ են հարուցել։ Հոգեկան խնդիրներ ունեցող մարդուն ձերբակալել են, տարել են ԶՊՎ, հետո տարել են հոգեբուժարան։ Ասում է ժողովրդավարության բաստիոն է։ Ժողովրդավարության բաստիոնում էսպես են հետապնդում սեփական քաղաքացիներին։ Կամ երեկվա հայտարարությունը ասում է ադրբեջանական տարածքներ կան ստե։ Դուք պատկերացնում եք, Հայաստանի Հանրապետության ղեկավարը իլուր աշխարհի հայտարարում է, որ իմ երկրում կան ադրբեջանական տարածքներ։ Նույն օրը Լոռու մարզում ձերբակալել են ևս 10 մարդու, նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու կասկածանքով։ Միջադեպը տեղի է ունեցել, երբ այդ հատվածում իր թիմի հետ քարոզարշավ էր անում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ սկսվել է քրեական վարույթ քարոզչությանը խոչընդոտելու հոդվածով։ Պապիկյանի հայտարարությանն արձագանքել ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նա Պապիկյանին հորդորել է ապահովել քաղաքացիների անվտանգությունը, ոչ թե տրորել նրանց։ Լսի, պարոն Պապիկյան, քո պարտականությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության ապահովումն է, ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրորելը։ Եվ առհասարակ, եթե դու ի վիճակի ես ինչ-որ բան տրորելու, ուրեմն հավաքի այդ քո թիմին եւ Ադրբեջանի զորքերը, որոնք գտնում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, Ջերմուկում, Վարդենիսում, Սյունիքում,
հավաքի եւ կազմակերպի ադրբեջանցիներին տարորելով դուրս բերել Հայաստանի տարածքներից։ Դա է քո պարտականությունը, սահմանադրությամբ քեզ տրված լիազորությունը։ Իբրև պաշտպանության նախարար հավաքի ջոկատոտ, ասեն կարող է սկսել ջերմուկից ներգրավես Վայոց ձորի մարզպետին, ով նաև քաղաքացիներին տարորելով ձայն ապահովում ձեր համար ու կազմակերպի այդ գործընթացը։ Թե չէ մեծ ափր-ցփր խոսելով հոչի կատարի սահմանադրությամբ քեզ տրված լիազորությունները ապահովի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Գոհար Մելոյանը մանրամասներ է ներկայացրել 3 Տաշիրում քաղաքացիական պայմանագրի եւ ուժեղ Հայաստանի համակիրների միջև տեղի ունեցած միջադեպի մասին։ Նրա խոսքով կար այլընտրանքային ճանապարհ, որով կարող էին գնալ։ Նա նշել է, որ պահանջում են իրենց համակիրներին ազատ արձակել, քանի որ ըստ նրա տեսանյութն ապացուցում է նրանց անմեղությունը։ Ուշադրություն, ձերբակալվել է 10 անձ, հարգելի հայրենակիցներ, 3 բոլորիս ուշադրությունը գրավեց մեծ ավանում տեղի ունեցող քարոզչությունը։ Հիմա ձեզ եմ ներկայացնում քաղաքացիական պայմանագրի հերթական սադրանքը ու իրենց իրականությունը։ Եվ հիմա նայեք, թե ինչ էր տեղի ունեցել իրականում։ Քաղաքացիական պայմանագիրը գալիս է քարոզչություն իրականացնելու։ Ինչպես հերթական օրը ուժեղ Հայաստանի համակիրները իրազեկման ակցիա են իրականացնում։ Մեր համակիրները տարբերանշաններով առանձին հատվածում համախմբված կանգնած են եւ իրականացնում են իրազեկում։ Ինչ է անում քաղաքացիական պայմանագիրը, որը այդ պահին ուղեկցվում է եւ առաջնորդվում է պաշտոնատար անձի կողմից։ Առաջին կար այլընտրանքային ճանապարհ, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը շարունակեր իր հավաքն ու իրազեկումը։ Երկրորդ, մեր ժողովուրդը խաղաղ կանգնած էին եւ որևէ կերպ ոչ միայն չեն սադրում, այլև փորձում են սադրանքի չտրվել։ Երրորդ, քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները գալիս են, մխրճվում են սադրելով ժողովրդին։ Քարոզարշավի արդեն 11-րդ օրն է։ Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն իր առանձնատան բակում հանդիպել է Լոռու մարզի բնակիչների հետ։ Կարապետյանը հայտարարել է, որ իրենց իշխանության գալու դեպքում ձևավորվելու է հատուկ խումբ, որը զբաղվելու է Բաքվում գտնվող հայ գերիների հարցով։ Մենք չենք կարող նայել այս հայտարարակությանը, որը հարևան երկիրը մեր երկրի նկատմամբ կատարում է։ Մենք ազգով ենք թույլ երևում, բայց թույլ են մենակ մեր իշխանությունը, մեր ազգը թույլ չի։ Դրա համար ամեն ինչ անելու ենք, ամեն ինչ հնարավոր է մեր միջազգային կապերը օգտագործելով, մեր բոլոր հնարավորությունները օգտագործելով, որ եթե կա մեկ հայ իրենց մոտ, իրենք պետք է վերադառնան իրենց տուն։ Հայաստան դաշինքը 3 եղել է նաև Աբովյանում։ Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը խոսել է իր նախագահության 10 տարիների ընթացքում տեղի ունեցած քարոզարշավների եւ դիվանագիտական դաշտում եղած պրոցեսների մասին։ Նրա խոսքով այն ժամանակ արդյունավետ բանակցում էին Արցախի հարցի կարգավորման շուրջ եւ այդ բանակցություններն ընթանում էին Մինսկի խմբի շրջանակում։ Այս ամենը մեկ արկածախնդիր մարդ եկավ ու քանդեց, բայց ոնց ինքը եկավ, համոզեց ժողովրդին, խաբեց ժողովրդին և ընտրվեց, սա փաստ է, ընտրվելուց հետո սաբոտաժի ենթարկեց ամբողջ բանակցային գործընթացը, ավիրեց ամեն ինչ։ Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ վստահեցրել է, որ իրենք կարողացել են Արցախն ու Հայաստանը որպես միասնական, կայուն, զարգացող եւ անվտանգ տարածք պահել։ Արցախը եղել է մեր զրահաբաճկոնը, շեշտել է Պաշտպանության նախկին նախարարը։ Բնակչությունը եղել է համախմբված եւ մենք միասնության, մեր ռազմավարական
նպատակների, մեր հավաքական կամքի շնորհիվ է, որ հասել ենք հաջողությունների։ Տնտեսությունը ոտքի է կանգնել եւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարածք, մանավանդ Աղետի գոտի ենթակառույցներ սկսել են զարգանալ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Արցախում ես եղել եմ այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը ղեկավարում էր Արցախյան առաջին գոյապայքարը։ Մենք հաղթել ենք ոչ միայն հմուտ կառավարման, ոչ միայն ռազմավարական գործողությունների, ոչ միայն բանակի արագ ձևավորման, այլ նաև փորձառու անձնավորության, անձնական օրինակի շնորհիվ։ Մինչ ընդդիմությունը խոստանում է անվտանգություն, դիվանագիտական կապերի վերականգնում ու ամրապնդում, գերիների վերադարձ եւ Արցախի հարցի վերադարձը բանակցային սեղան, Նիկոլ Փաշինյանը բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կառավարությունը կընդունի օրենք, որի նպատակն է ապօրինի տների օրինականացումը։ Հիմա մեր մոտեցումը գիտեք, հիմա հա թղթերով անօրինական է, բայց մենք էս եմ ասում մարդը տունը սարքելա 40 տարի մեջ ապրում, ինչ պետք է ասենք, հո չենք ասելու դուրս եկեք տնից կամ հո չենք ասելու, հիմա դրա համար, քանի որ շատ է թիվը, հատ մարդիկ դիմում են, հատով միջև լուծում ենք տարիներ է տևում, հիմա փաթեթով 300 մետր ուժի մեջ է, որ 300 մետրը, այդ մանրամասն էս տեղակ չեմ ճիշտն ասած, որ ասեմ, բայց բանն են օրենք ենք ընդունում, որ փաթեթով լուծեն։ Նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանը խոստումներ է տվել նաև այն վարորդներին, որոնք նախկինում տարբեր խախտումների, այդ թվում խմած մեքենա վարելու պատճառով զրկվել են վարորդական իրավունքից։ Փաշինյանը հայտարարել է, որ նրանք հնարավորություն կունենան առանց նոր քննության վերականգնել վարորդական իրավունքները։ Միջազգային լրահոսից Միացյալ Նահանգներն Իրանին է ներկայացրել 5 պահանջից բաղկացած ցանկ, որոնք պետք է կատարվեն խաղաղ բանակցությունները վերսկսելու համար։ Սա Վաշինգտոնի պատասխանն է Իրանի նմանատիպ առաջարկին։ Իրանական Ֆարս լրատվական գործակալությունը գրել է, որ Միացյալ Նահանգները հայտարարել է, Վաշինգտոնը չի փոխհատուցի Իրանին պատճառված վնասը։ Իրանը պետք է դուրս բերի եւ ԱՄՆ-ին հանձնի 400 կիլոգրամ հարստացված ուրանը։ Իրանը պետք է պահպանի միայն մեկ գործող միջուկային համալիր, ԱՄՆ-ը կապասառեցնի Իրանի սառեցված ակտիվների ոչ ավելի քան 25%-ը։ Պատերազմի դադարեցումը բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում հնարավոր է միայն բանակցությունների միջոցով։ Ֆարսը մեջ բերել է անանուն փորձագետների, որոնք կարծում են, որ Միացյալ Նահանգները չի ձգտում լուծել խնդիրը, այլ ուզում է հասնել այն նպատակներին, որոնց չի հասել պատերազմի ընթացքում։ Իրանի խորհրդարանի ներքին գործերի հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը որպես Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ դիմակայությունում հաղթած կողմ որոշում է հակամարտության ապագա կարգավորման պայմանները։ 10 կետից բաղկացած պայմանները կարմիր գիծ են ցանկացած բանակցությունների համար։ Նրա խոսքով պայմանները որոշում է մարտի դաշտում հաղթանակ տարած երկիրը, այլ ոչ թե ձախողված իր նպատակներին չհասած եւ միայն ավերածություններ բերած երկրի կառավարությունը։ Ուստի ամերիկացիները պետք է ընդունեն Իրանի պայմանները, ասել է նա։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի հարձակումների պատճառով զոհերի թիվը հասել է 2988-ի, վիրավորների թիվը 9210-ի։ Նախարարության տվյալներով վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանում Իսրայելի հարավային եւ հարավարևելյան շրջաններում հասցրած օդային հարվածների պատճառով կա առնվազն 37 զոհ, եւս 222 վիրավոր։ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Էմիրություններում ատոմակայանի վրա հարձակվել են 3 անօդաչու, որոնցից 2-ին որսացել են։ Ըստ նախարարության անօդաչուն հարվածել է ատոմակայանի ներքին պարագծից դուրս գտնվող էլեկտրաէներգիայի գեներատորին։ Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը իր մտերիմներին տեղեկացրել է, որ մտադիր է հրաժարական տալ։ Daily Mail-ը գրել է, որ Սթարմերը հասկանում է ներքին քաոսն անկայուն է եւ ցանկանում է դա անել արժանապատվորեն ու իր ձևով։ Նա կկազմի ժամանակացույց Սթարմերի հնարավոր հրաժարականի հայտարարության ամսաթիվը մնում է անհայտ, քանի որ նրա ավագ գործընկերները կոչ են անում սպասել Մեծ Մանչեստրի Մեյքերֆիլդ ընտրատարածքում առաջին հարցումների արդյունքներին եւ ձայների հաշվարկին։
Հարավային Կորեայում 2027 թվականից ամբողջությամբ կարգել են շների մորթը եւ նրանց մսի վաճառքը որպես սնունդ։ Իշխանության տվյալով շների ֆերմաների 82%-ն արդեն փակվել է, իսկ մնացածները կդադարեցնեն գործունեությունը մինչև 2026 թվականի վերջը։ Արգելքը եղել է Յուն Սոկ-յոլի նախընտրական խոստումներից մեկը եւ համարվում է երկրի կենդանիների պաշտպանության կարևորագույն բարեփոխումներից։ Եվ վերջում եղանակի մասին։ Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 3-ից 4 աստիճանով։ Շրջանների զգալի մասում եւ Երևանում սպասվում է անձրև եւ ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում։ Մենք կհանդիպենք ժամը 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, առայժմ։